Բարև Հայաստանում խորհրդարանական ընտրությունների փոթորիկը կարծես թե հանդարտվում է, սակայն արտաքին մարտահրավերները շարունակում են ծավալվել եւ տարածվել։ Մինչ Հայաստանը տնտեսական, ֆինանսական, քաղաքական աջակցություն է ստանում Եվրամիությունից, Մոսկվան շարունակում է հնչեցնել կոշտ հայտարարություններ, ավելին Մոսկվան փորձում է արագացնել Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը։ Հապկում Մոսկվայի ներկայացուցիչը ակնկալում է, որ Հայաստանը վերջնական որոշում կկայացնի այդ կազմակերպությունում իր կարգավիճակի վերաբերյալ, իսկ մինչ այդ, եթե հիշում եք, իհարկե հիշում եք, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կոչ էին անում Հայաստանին հանրաքվեով որոշել Հայաստանի ժողովուրդը ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե ցանկանում է անդամակցել, անդամագրվել Եվրամիությանը։ Իդեպ այս թեմային այսօր անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության վարչապետը կառավարության նիստի ժամանակ, հետո նաև լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ եւ վարչապետի արձագանքը, ասեմ այսպես, բավական կտրուկ էր։ Այսօր օրակարգում էր նաև այսպես կոչված մի թեմա, որ նախընտրական շրջանում տաք էր պահում ընդդիմությունը, հիմա սկսել է տաքացնել նաև ադրբեջանական կողմը, խոսքը 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին է, այս մասին եւս խոսեց վարչապետը, բայց սա դեռ ամբողջը չէ, բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ, մասնավորապես մեր անմիջական հարևանությամբ Իրանը եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին Իսլամաբադի հուշագիրը, որը ըստ փորձագիտական գնահատականների չափազանց կարևոր է, նույնիսկ պատմական եւ կարող է վերածեվել մեր ամբողջ տարածաշրջանը։ Սա էլ դեռ բավական չէ, բավական ուշագրավ զարգացումներ են արձանագրվում նաեւ ուկրաինական ճակատում։ Ահա այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Ես մոտավորապես նախանշեցի այն թեմաները, որոնց անդրադառնալու ենք, իսկապես շատ հագեցած է այսօրվա մեր օրակարգը, փորձենք հասցնել եւ սկսենք Մոսկվայից։ Պեսկովն ասում է, Հայաստանը խաչմերուկում է։ Հապկում Ռուսաստանի ներկայացուցիչն ասում է, որոշում կայացրեք հապկում ձեր կարգավիճակի վերաբերյալ, մինչ այդ էլ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն էին կոչ անում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ի թե ԵՄ հարցով։ Սա ամբողջության մեջ ինչ է ուլտիմատում, վերջնագիր, փակուղի ձեր գնահատականը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել այդ հապկի պաշտոնյաներից մեկը, որը խոսեց երեք, ինքը օգտագործեց Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Ինքը ասեց Հայաստանը ուզում է Ամերիկայի միջոցով Միացյալ Նահանգների պաշտպանել Զանգեզուրի միջանցքը։ Բացի դրանից մեզ վերագրում են իբր մենք Եվրամիության հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում կամ պաշտպանության ոլորտում պետք է աշխատենք, դուք գիտեք Եվրամիությունը տնտեսական միություն է, ինքը ունի առանձին ծրագրեր կապված անվտանգության հետ եւ այլ, բայց դա ռազմատեխնիկական համագործակցություն չի։ Ինչ եմ ուզում ասել, որ եւ իրանք ստում են եւ մոնիպուլյացնում են, օրինակ նորից Մեդվեդևը խոսած, երբ որ Դմիտրի Մեդվեդևը խոսում է, լավ բան պետք չի սпасել, այս անգամ ինքը ասեց Մոլդովան եւ Հայաստանը ուղիղ գնում են Ուկրաինայի ճանապարհով։ Այո, ճնշում է դա, շանտաժ է դա, ամեն ինչ արվում է կասեցնել մեր եվրոինտեգրացիայի process-ը, կասեցնել մեր դիվերսիֆիկացիան։ Ռուսաստանը դրանից շատ է վախում, ոչ միայն Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցությունից, ուղղակի մենք ստանում ենք այլընտրանքներ։ Ռուսաստանին դա դուր չի գալիս, ինքը ուզում է ստեղ իշխել, ինչ ասի արվի ու էլի կարևոր բաղադրիչ կա, Ռուսաստանը ուզում է, որ հայ ժողովուրդը մոռանա, որ Ղարաբաղը իրանք հանձնեցին Ադրբեջանին։ Այդ մի քանի հարցեր իրանք լուծում են, քանի որ դա թույլ կողմնա հենց անձամբ Պուտինի։ Մենք այս մասին կարծեմ էլի ենք խոսել, բայց այդ հարցերը լուծելու համար պետք է ճնշումներ գործադրել, շարունակել տնտեսական սահմանափակումները եւ այլ գործիքակազմեր օգտագործել, թե առաջարկներ ներկայացնել։ Դե ավանդույթը Ռուսաստանի մտածելակերպը, ավանդույթները, քաղաքական էլիտայի մտածելակերպը, նաեւ որ բռնի
քայլերով, ուժային քայլերով, ստիպելով, սանկցիաներով կամ ուղղակի պատերազմական գործողություններով մենք կորզենք ինչ ուզում ենք, բայց փորձը ցույց է տալիս այդպես հեշտ չի։ Այսինքն, եթե փորձենք ավելի հանրամատչելի լեզվով ասել, Ռուսաստանն ասում է, եթե մեզ հետ չեղաք, վատ կլինի։ Արևմուտքն ասում է, եթե մեզ հետ լինեք, լավ կլինի։ Այո, դուք շատ լավ ձևակերպեցիք, իդեալական, դրան լրացնելու բան չունեմ, բայց պետք է ասեմ, որ մենք պետք է հասկանանք, որ լուրջ է վիճակը, լուրջ է, զարգանում է Հայաստանը, դրականը կա, բայց Ռուսաստանի այս հայտարարություններին, այս նոր ալիքը, որ սկսվեց ընտրություններից հետո ու հաշվի առնելով, որ Պուտինը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին, մենք պետք է լուրջ տրամադրվենք, վերլուծենք, հասկանանք ինչա է ու adekvat պատասխանենք։ Հիմա կանք պատասխանին, adekvat պատասխանին այսօր Հանրապետության վարչապետը կառավարության նիստի եւ լրագրողների ճապազորույցի ժամանակ պատասխանեց, արձագանքեց, որպեսզի մեր հեռուստատիտողներին էլ պարզ լինի ինչի մասին է խոսքը, ես մեջ բերում եմ։ Վարչապետն ասաց, ես մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են։ Եվ պետք է մենք հասկանանք, դա ինչ է նշանակում գործնականում, այսինքն մենք պետք է հասկանանք, ԵԱՏՄ ցանկացած երկիր, ցանկացած երկրի հետ կապված կարող է այսպիսի որոշումներ կայացնել եւ ուղղակի մի օր արտանալու այդպիսի որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին եւ մենք պետք է արդեն հետեւություններ անենք։ Ինչ ազդակներ է փոխանցում, ինչ ուղերձներ է փոխանցում Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ին որպես կազմակերպություն եւ ԵԱՏՄ անդամ երկրներին եւ ինչ շեշտեր կան այս հայտարարության տակ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ԵԱՏՄ-ի խաղի կանոնների համաձայն ԵԱՏՄ-ի անդամ պետությունը չես կարող հանել։ Վետո իրավունքը պետությունը ունի, բացի դրանից սա կանոնադրությունը չի նախատեսում, որ այլ ԵԱՏՄ-ի երկրները կարող են քո դեմ սանկցիա կիրառել կամ քեզ հանեն։ Այսինքն սա մեկ իրավական կանոնների խախտում է արձանագրում Հայաստանի Հանրապետություն, բայց այստեղ իրենք հակադարձելու բան ունեն կարծես թե, որովհետև այդ հայտարարությունը եւ որքանով ես հիշում եմ ոչ թե ԵԱՏՄ անունից հնչեց, այլ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների խորհրդակցության արդյունքում քաղաքական հայտարարություն։ Այդ մանր ժուլիկություն է կոչվում։ Ինչ է նշանակում։ ԵԱՏՄ-ի մյուս մնացած բացի Հայաստանի 4 երկրների ղեկավարները հայտարարություն արեցին։ Ես չեմ ասում շատ կոշտ էր հայտարարությունը, բայց այնուամենայնիվ մեզանից պահանջել, որ հանրակրվե անցկացնեն, այդ իրենց լիազորությունների մեջ չի մտնում։ Ուրեմն ճիշտ ասեմ դες Ռուսաստանը փորձեց այլ ԵԱՏՄ երկրների ներգրավել այդ process-ին մեր դեմ։ Մենք զգուշավոր պետք է գործենք, բայց Նիկոլ Փաշինյանը նաև օգտագործեց շատ կարևոր մի փայլուն իմ կարծիքով, երբ որ ինքը ասեց լավ, այն մյուս ԵԱՏՄ երկրները չեն հասկանում, որ իրանց հերթը կհասնի։ Մի օր էլ իրենց նկատմամբ շատ ուժեղ մեսիջեր ուղղված Ղրղստանին, Ղազախստանին, ում հետ մենք ունենք հիմա բավական հաջող, լավ զարգացվող հարաբերություններ, ինչ եմ ուզում ասել, adekvat է պատասխանը։ Ինչու՞մ է կայանում պատասխանը, որ անհիմն դուք սկսեցիք մեր դեմ արշավ, նաև քաղաքական արշավ, նաև սանկցիոն արշավ, անհիմն է ու դրանով դուք կքանդեք այդ ԵԱՏՄ-ն, քանի որ բոլորը կհասկանան, որ ստեղ խաղի կանոններ չեն հարգվում։ Մենք գալիս ենք այդ ինքնալուծարում եզրույթին։ Սա ինչ է նշանակում, այսօք տողատակերը եթե փորձենք բացել, չի նշանակում, որ տնտեսական միությունը իրավունք չունի այդպիսի բաներ անել, ասինքն ապրանքների տեղաշարժը սահմանափակում է եւ այլն, եթե ապրանքների տեղաշարժը սահմանափակվում է տնտեսական միությունում, դա այսինքն տնտեսական միություն չի, միջազգային տնտեսական միություն չի, դա ինչ որ ծառայությունների արևտրի ազատ, նաև ծառայությունները, նաև ազատ աշխատուժի տեղաշարժ։ Եթե դուք սահմանափակում եք, օրինակ Հայաստանի համար, ավտոմատ դա նշանակում է գնում եք դեպի ինքնալուծարում։ Իսկ ինչ է նշանակում, որ մենք պետք է արդեն հետևություններ անենք։ Սա ապահարզանի նախապատրաստություն է։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ չի բացառվում, որ այդ քայլը պետք է անենք, բայց ստեղ ավելի շատ ինքը զգուշացնում է հետևանքների մասին։ Այդ դրանով ինքը վախացնում է, որ
կարող է Հայաստանը սկսի դուրս գալ, նու միանշանակ է, որ Ռուսաստանին մենք պետք ենք, Ռուսաստանին քաղաքականապես մենք պետք ենք։ Կարող է մեր տնտեսությունը շատ մեծ չի, բայց Ռուսաստանը այս ինտեգրացիոն process-ները ռեկլամ է անում ամբողջ աշխարհում։ Ու եթե անդամ պետությունը դժգոհ է ու կարող է դուրս գալ, դա ուժեղ իմիջային հարված Ռուսաստանին։ Իսկ եթե շատ ուշադիր նայենք այս հայտարարության տողատակերում կտեսնենք այդ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների հակադարձման ակնարկներ։ Նու հակադարձում տնտեսական միջոցների դժվարանում եմ ասել, միգուցե ինչ որ ակնարկ այս ձևի կա, միգուցե մերոնք հասկանում են, որ այս կարող է բերի նրան, որ այլ երկրները ցավոտ կնայեն, գիտեք ինչի մասին է խոսքը, դիտորդական կարգավիճակ ԵԱՏՄ-ին մի քանի երկրներ ունեն, չէ՞, Վիետնամը, Իրանը եւ այլ, դա նաեւ այդ երկրների մոտ կարող է առաջացնել հարցեր։ Ի վերջո, եթե խնդիրներ առաջանում են միության ներսում, այն երկրները, գործընկեր երկրները, որոնք անդամ չեն, բայց գործընկեր են, կարող են սկսել մտածել, այս ինչ է կատարվում։ Դա այո, այդ ակնարկը դրա մեջ կա։ Հիմա փորձենք ամփոփել այս հարցը, ինչ է ստացվում արդյոք Փաշինյանը հակադարձում է Հայաստանին ուղղված մեղադրանքները եւ ստեղծում է մի իրավիճակ, որ ԵԱՏՄ-ն կամ պետք է հրաժարվի այս քաղաքական հայտարարություններից, քայլերից, տնտեսական սահմանափակումներից եւ այլն, կամ արդեն Հայաստանը կարող է, ինչպես ինքն է ասում, հետեւություն անել եւ առանց վարձ գալու, առանց խղճի խայթի, այսպես ասեմ, մտածել արդեն այդ կառուցմակերպության գնաց հարցակմնալու քաղաքականության, դիվանագիտության մեջ հարցակման գնալը, հարցակվելը ավելի ագրեսիվ դիվանագիտություն, քաղաքականություն վարելը հաճախ շատ օգտակար է։ То есть իրանք մտածում են, որ իրանք կարող են իրան խեղճացնել։ Ինքը ցույց է տալիս, որ մենք էլ խաղաքարտեր ունենք, մենք կարող ենք դա օգտագործել։ Լավ, մենք էլ խաղաքարտեր ունենք, բայց ԵԱՏՄ, Ռուսաստան, եթե Ռուսաստանը շարունակում է այս քաղաքականությունը, այս պրեսինգի քաղաքականությունը, տնտեսական պրեսինգի սահմանափակումները եւ այլն, մեր տնտեսությունը ինչքան կդիմանա արդյոք Եվրամիության ցուցաբերած այս օգնությունը, ինչի մասին ես նշեցի, ֆինանսական, տնտեսական, քաղաքական, կարող են փակել այդ բացը։ Ես կարծում եմ գլխավոր ինչ պետք է հիմա արվի, գլխավորը։ Պարզ է Եվրամիությունը ինչ որ ֆինանսներ սկսեց տալ, էլի կտան փող, կոմպենսացնել շատ ու շատ կորուստները, բայց դա գլխավորը չի։ Այս իրավիճակը կօգնի մեզ ու մեր բիզնեսին ավելի շուտ սկսել մանգալ նոր շուկաներ։ Իմ հարցը վերաբերում էր այս անցումային ժամանակահատվածին, այսինքն 34 միլիոն էլի ծրագրեր, չգիտեմ, բան, դրանք այս անցումային ժամանակաշրջանում կփակեն Հայաստանի այդ բացերը, մինչև ձեր ասած մասամբ կփակեմ, միայն մասամբ։ Ես խորհուրդ եմ տալիս եւ կառավարությանը եւ մեր բիզնեսին, ինչքան կարելի է շուտ, ճկուն, արագ այլ շուկաներ մանգալ։ Դուք ճիշտ եք ասում, ինչ որ ժամանակ դա կտևի, ինչ որ կորուստներ կունենանք, մասամբ Եվրամիությունը կփակի այդ կորուստները, բայց կլինեն, բայց ինչքան կարելի է շուտ կողմնորոշվել դեպի այլ ուղղություններ։ Գիտեք ինչու։ Մեզ մոտ կա ավանդույթ, որ միայն երբ որ դանակը ոսկորին է հասնում, դու սկսում ես գործել։ Ու եթե դուք նկատել եք, բավական ակտիվ է հիմա գործում կառավարությունը, դուք գիտեք հիմա շատ ակտիվ է ազատ առևտրի գոտի Իրանի սահմանի հետ, սահմանի մոտ։ Եվրամիության հետ կապակցվածության ծրագիր էր փաստաթուղթը, որ ստորագրվեց, ինչ է։ Եւ Եվրամիության հետ, իմիջիայլոց դες ասեմ, Եվրամիության մոտ կա մի ծրագիր, հիմա չեմ հիշում անունը, բայց գիտեք, այնտեղ trade measures կապված է այդ արևտրի ինստրումենտների, մեխանիզմների, որոնք կարող են այդ արևտուրը մեղմացնել այդ իրավիճակը։ Դա ինչի առաջինը, այո, մաքսերը թուրքերը հանել, բայց ոչ միայն։ Այն ապրանքները Հայաստանի, որոնք մոտ են,
դեր չափարոշիչներին չեն համապատասխանում, բայց մոտ են կարող են մուտք գործել Եվրոմիության տարածք ու ուզում եմ ասել այս մեխանիզմները պետք է արագ կիրառվեն Արարատ Միրզոյանը երբ որ գտնվում է Լյուքսեմբուրգում այդ քննարկեց ինչ եմ ուզում ասել մեխանիզմներ համապատասխան կան բացի դրանից դու գիտեք Իրանի հետ նոր ասեցի Իրանի հետ վաղուց է պետք է ուժեղացնեինք ազատ տնտեսական գոտի ստեղծենք սկսվեց աշխատանքը բայց դանդաղ էր գնում հիմա արագացնում է Հիմա հատկապես Իրանի շուշի զարգացումների ֆոնին մենք այդ մասին էլ խոսենք կարող են շատ արագանալ բայց Եվրամիության հետ կապված մեկ հարց էլ եվրոպական այդ սահմանային գործակալության ասեմ այսպես մուտքը Հայաստան, հա կամ ավելի ճիշտ համագործակցությունը Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ, սա ինչ էֆեկտներ կտա, արդյոք սա խոսում է այն մասին, որ եւ Իրանի հետ սահմանի եւ մյուս Թուրքիայի հետ սահմանի սահմանապանների դուրս գալը ռուս սահմանապանների ժամանակի հարց է միայն։ Այո, ես ես պետք է ասեմ, որ դա կապված է վիզա լիբերալիզացիայի հետ, ազատականացման հետ։ Մենք բոլորս ուզում ենք Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցություն ունենալ։ Եվրոպան համաձայնվեց, բոլոր պետությունները համաձայնվեցին։ Ինչ է դա նշանակում, որ ազատ վիզա մենք կստանանք, բիզնեսը ազատ կառաջվի, մենք բոլորս կաշխատենք Եվրոպայի հետ, կգանք ազատ առանց խախտելու խաղի կանոնները, շատ լավ է դա, շատ կզարգացնի մեր հարաբերությունները, բայց կներեք էլի, եթե մենք չենք կառավարում մեր սահմանը, լավ էլի, չի մասին է խոսքը, իրար չխափենք էլի, То есть կան ստանդարտներ, որոնք պարտավոր ենք մենք կատարել, օրինակ, մարդկանց պերսոնալ, ինդիվիդուալ տվյալները, պաշտպանել, То есть այդ նաև այդ թվում ստեղ աշխատում են մի քանի նախարարություններ, նաև ներքին գործերի նախարարություն, արդարադատության նախարարություն, տվյալների data protection-ը տվյալների Ուրեմն ստեղ պետք է աշխատանք գնում է, իդեպ ասեմ ձեզ, հիպատիվ կառավարության գնում է, բայց պետք է ի վերջո գաս վերջնական լուծումների։ Մյուսը սահմանների կառավարում։ Դու պետք է քո սահմանները կառավարես։ Ոնց իրանք քեզ կտան ազատ վիզայի մուտք, եթե դու չես կառավարում քո սահմանները։ Այդ միջ սահմանային այդ սահմանապահների հետ կապված համատեղ հիմա աշխատանք է գնում իմիջիայոց ամերիկացիք որ հիմա TRIP ծրագիրը մեզ հետ անում են դու գիտեք ստեղել մեզ օգնում են քանի որ TRIP ծրագիրը նաև կապված է միջ սահմանային համագործակցության նույն Ադրբեջանի հետ եւ այլն ուրեմն գնում է աշխատանքը միանշանակ ես ողջունում եմ բայց պետք է արագացնես այդ իրար հետ այդ ամբողջը կապված է Շատ լավ Մենք խոսեցինք ընտրություններից հետո Մոսկվայի դիրքավորման, հա, այդ վերջնագրերի մասին։ Այսօր արդիական է, կարծես էլի տաքանում է կամ ոչ թե արդիական է, այլ տաքանում է մյուս թեման, որ նախընտրական շրջանում տաքացնում էր ընդդիմությունը։ Հիմա կարծես թե Ադրբեջանը եւս սկսել է տաքացնել տարբեր մակարդակներում, սկսում են խոսել այդ իրենց հորինած վարչապետներ ասում հորինովի թեմա 300,000 ադրբեջանցիների մասին ինչու ընտրություններից հետո ադրբեջանական կողմը նորից սկսեց տաքացնել այդ թեման փոքր դատարից հետո շարունակենք կվերադառնանք վարքյաններ անց Հիշեցնեմ սա ազատ զրույցն է Free News-ի եթերում ես զրուցում եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ մենք հասանք հայ-ադրբեջանական գործընթացին Հայաստանում կայացած ընտրություններից հետո եւ մասնավորապես ադրբեջանական այդ նարատիվին, հա, 300,000 ադրբեջանցիների մասին ինչու ընտրություններից հետո նորից սկսեցին տաքացնել։ Ну, պատճառները կարող են տարբեր լինել։ Նաև այդ թվում պատճառը Ադրբեջանը ուժեղացնում է թեզերը, դա կապված է նրա հետ, որ իրանք տեսնում են, որ նաև Հայաստանում կան ուժեր, ովքեր այդպես շահագրգռված չեն, որ խաղաղության պայմանագիրը կնքվի, շարունակվի այս process-ը, միգուցե դա դրա արձագանքն է Ադրբեջանի, բայց ես պետք է ասեմ, որ այդ process-ը մենակ այս process-ը չի, հիմա կոնգրեսում գնում են քննարկումներ, գիտեք ինչի հետ կապված, սովետական միության ժամանակ, ադրբեջանցիների էթնիկ զտումը Հայաստանի սոցիալիստական հանրապետությունում Մոգոնատ թեմա է, բայց Ադրբեջանը դա հասցրեց նրան, որ կարողանում է հիմա լսումներ անել կոնգրեսում։ Ну, լսումներ չէ, դա կոնֆերանսի տեսքով է։
ինչ եմ ուզում ասել, Ադրբեջանը այս թեման առաջ բերում է ի հակակաշիռ Ղարաբաղի թեմայի։ Ես այդտեղ պետք է ասեմ, որ դա սիմետրիկ չի, Ղարաբաղի թեման ունի հիմքեր, Ղարաբաղի հայերը իրոք էթնիկ զտման ենթարկվեցին, բայց Ադրբեջանը դրանով պաշտպանվում է։ Հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ասեց վարչապետը, որ մենք երբ որ տանում ենք առաջ այդ խնդիրը, իրանք էլ իրանց խնդիրը։ Հայելային է այդ գործընթացը։ Հայելային, բայց սիմետրիկ չի, քանի որ իրանց առաջ քաշված հարցերը մոգոնած են։ Դες իրանք փախստական չէին Հայաստանի, անկախ Հայաստանից այս վերջի 30 տարվա մեջ։ Իրանք են սկսել պատերազմները, բայց միտքս ինչու՞մ է։ Կառավարությունը ես շատ լավ հասկանում եմ։ Կառավարությունը ինչ է ասում։ Երբ որ մենք սկսում ենք մտածել, խորանալ այս թեմաների մեջ, նորից բերում են հետ կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Մեզ դա պետք չի, համաձայն եմ, պետք չի։ Բայց որպես փորձագետներ բան մենք պետք է խորանանք։ Ինչի է ուզում դա Ադրբեջանը անել։ Ու իմ կարծիքով Ադրբեջանը անում է, քանի որ հասկացավ, որ սահմանադրությունը հեշտ չի փոխվի Հայաստանի։ Մենք զգուշացրել ենք, որ մեր սահմանադրությունը, մեր համակարգը այնուամենայնիվ ժողովրդավարական է, ժողովրդական է։ Ինչքան էլ իդեալական չլինի մեր սահմանադրությունը, այնուամենայնիվ փոխել հեշտ սահմանադրությունը սխալ է դա։ Ցանկացած սահմանադրություն նորմալ երկրի վերցրեք, շատ դժվար է փոխել։ Մեր մոտ հնարավոր էլ չի այնպես, ինչպես ասենք Ադրբեջանում։ Նո հա, այնտեղ Ալիևը որոշեց կփոխեն, ամեն ինչ էլ կփոխեն։ Մեզ մոտ այդպես չի, ու ես չեմ համարում դա վատ է, բայց Ադրբեջանը հասկացավ, որ սահմանադրությունը փոխել այդ ճանապարհով գնալ, այդ իրանց նախապայմանը բավարարել դժվար է, հիմա նոր նախապայմաններ բերում է։ Պետք չի դրանից վախենալ ու ամենակարևորը պետք չի հրաժարվել խաղաղության օրակարգից։ Շարունակում ենք այդ աշխատանքը։ Հրաժարվենք խաղաղության օրակարգից, բայց դրա համար Հայաստանում իշխանությունը ամեն դեպքում իշխանության մակարդակով ասում են Ղարաբաղյան շարժումը չի ավարտվեց, չի շարունակվելու ներողություն։ Ադրբեջանը շարունակում է այլ մակարդակներով, բայց նաև երկրի իշխանության աջակցությամբ, հա, կամ խրախուսանքով շարունակում է այդ Արևմտյան Ադրբեջանի թեման։ Սա մի կողմից, մյուս կողմից այդ սահմանադրության հարցը, արդյոք սա չի խոչընդոտում այդ խաղաղության օրակարգին եւ պայմանագրի ստորագրմանը եւ չի բերի էսկալացիայի։ Չէ, ես չեմ կարծում կբերի էսկալացիայի, շատ բաներ փոխվեցին։ Շատ բաներ փոխվեցին։ Հիմա Ադրբեջանը ինչ իմաստ ունի գնալ էսկալացիայի, միայն այն պատճառով, որ սահմանադրությունը չի փոխվում, եթե մենք պատրաստ ենք տալ իրանց նույն կաբելային Մալուխի կապը Նախիջևանի հետ։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի կապի օպերատորները ստորագրեցին համաձայնագիր տրանզիտի համար։ Չէ, բայց իրանց շատ է դա պետք։ Մեզ էլ է պետք, միանշանակ կարող եմ ասել, բայց իրանց էլ է, չէ՞ պետք։ Դե վարչապետը ինչքան շատ բան է անցնում Հայաստանի տարածքով, ասենք կապուղի չգիտեմ ինչ եւ այլն, դա մեր օգուտն է։ Բնականաբար Ադրբեջանի կարևոր մասը նա է, որ Ադրբեջանը մեզանից կախվածություն ձեռք է բերում։ Ինչի մասին է խոսքը։ Մալուխը ապահովում է, Ադրբեջանը լավ է իրան զգում, բայց եթե սխալ բան կփակենք այդ կապը։ Լավ է, դա նաև նշանակում է ձեր ասածը։ Բայց այստեղ նկատում եք, որ մի կողմից այս հռետորաբանությունը շարունակում է, բայց իրական հողի վրա Հայաստանը եւ Ադրբեջանը երկկողմ սկսում են մեկը մյուսին տրանսպորտային կամ մալուխային, չգիտեմ, կապուղիներ տրամադրել առանց պաշտոնական պայմանագրերի։ Ну, բոլորս հասկանում ենք, որ կառավարությունները համաձայնվեցին, որ այդ պայմանագիրը կնքվի։ Դա կոմերցիոն պայմանագիր էր, բայց ես չեմ հավատում, որ Ազերտելեկոմը առանց Ալիևի համաձայնվեր։ Ու դրա մեջ ես դրականն եմ տեսնում։ Ուրեմն կառավարությունները ուզում են շարունակել, որ նաև մասնավորների միջև համագործակցություն գնա։ Իդեպ ասեմ ձեզ այդ բենզինը, որ մեզ ուղարկում են, դիզելը ուղարկում են, շատերը թերագնահատում են, բայց մենք մեր գները բենզինի ավելի շատ բարձր կլինեին, եթե դա չլիներ։ Այլ ցանկացած նույնիսկ փոքր այլ ընտրանք գները իջեցնում է։ Ուրեմն ստեղ դրականը կա, բայց գաղափարական դաշտում այնուամենայնիվ պետք է մտածել, ոնց անենք, որ չեզոքացնենք այս նախաձեռնությունները Ադրբեջանի։ Ուստեղ անպայման չի էլի իրար տալ։ Պետք է մտածենք, նաև իրանց հետ բանակցենք։ Հիմա ինչ անենք, մեզ մոտ ժողովրդավարություն է, մեզ մոտ կան ուժեր, որոնք անընդհատ Ղարաբաղի հարցից խոսում են, ու դա էլ կարևոր հարցը չի։ Ղարաբաղի հարցը շատ ցավոտ հարց է, շատ զգայուն հարց է սփյուռքայության համար։ Հիմա այդ մարդիկ այդ հարցը բարձրացնում են։ Ես կարող եմ համաձայն չլինեմ, բայց բարձրացնում են, չէ՞, այդ հարցը։ Ու չեք կարող ասել, որ հիմքեր չունի։
Ղարաբաղի հայերը իրանց իրավունքները ունեն, ոչ ոք չի կարող զրկել, բայց նորից վերադառնում են կառավարության քաղաքականության։ Կառավարությունը ինչը չի հասկանում այդ բանը, մեզանից էլ լավ կհասկանում են, բայց կառավարությունը ասում է, ինչ իմաստ ունի Ղարաբաղի թեման նորից բերել օրակարգ։ Հա, նորից կսկսես կոնֆրոնտացիայի մեջ մտնել, ինչ ենք շահել։ Այն դեպքում, երբ որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում արդեն նախանշվում են, նշмарվում է եւ այլն, եւ դա իհարկե նպաստում է համակեցությանը։ Բացի դրանից TRIP ծրագիրը իրականացումը որակապես շատ կփոխի ու շատ մտավախություններ, անվտանգության հետ կապված եւ այլն կփառատի։ Հիմա կանք TRIP ծրագրին, բայց մի փոքր հերվից։ Մի փոքր հերվից ասելով նկատի ունեմ այն, ինչ կատարվում է հիմա Մերձավոր Արևելքում եւ մեր ամիջական հարևանությամբ Իրան, Միացյալ Նահանգներ, այդ Իսլամաբադի հուշագիրը եւ դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա վերջում կգանք նաեւ TRIP-ին, բայց մինչ այդ հուշագիրի նշանակությունը, կարևորությունը որն է, սա տակտիկական քայլ է Թրամփի կողմից իր ընտրություններից առաջ, թե լուրջ ամբողջ տարածաշրջանը վերափոխող ինչ-որ մի նոր փուլի սկիզբ։ Ну, նախ ուզում եմ ասել, որ Դոնալդ Թրամփը ինչքան էլ էմոցիոնալ չլինի, տեսակ գնաց ռացիոնալ որոշումների։ Նույնիսկ տեղադրեց Նետանյախուին, որը ակնհայտ է դժգոհ է այդ պայմանագրերից։ Երկրորդը Իրանը կարողացավ ցույց տալ, որ թույլ տեղեր գտավ Ամերիկայի քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքում ու կարողացավ հակահարվածնել տալ։ Հիմա եկան ընդհանուրի ու եթե դուք նկատել եք միջուկային ծրագրերի հետ կապված Իրանի, այնտեղ մի կետ մենակ կա այդ հուշագրի մեջ։ Մեծ մասը խաղաղության հետ է կապված տարածաշրջանում, նաև դադարեցման պատերազմի Իսրայելի Լիբանանի դեմ, ու պարզա Հորմուզի նեղուցի բացման հետ կապված շատ դրական է process-ը, ես հույսով եմ, որ դա կշարունակվի, քանի որ Դոնալդ Թրամփը հասկանում է, որ ընտրությունները, որոնք կանցնեն կոնգրեսի նոյեմբերին լուրջ փոփոխության կարող են բերել, դա է պատճառը ինքը ուզում է այդ success story, հաջողության պատմություն էլի ունենալ, բացի հայ-ադրբեջանականից, ինքը միշտ դրա մասին ասում է, ես կարծում եմ դա դրականի կբերի ու պարզ է Ամերիկա-Իրան հարաբերությունների մեղմացումը, սանկցիաների հանումը, դուք գիտեք հիմա Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա սանկցիաների հանումը։ Ամերիկացիք կոշտ սանկցիաներ են չդրել, մի մասը հանում են, բացի դրանից այն արգրաված գումարները, որ կան, ամերիկացիք համաձայնվել են վերադարձնել Իրանին տարբեր տեսքով, նաև ամերիկյան ապրանքների տեսքով, դեղորայքով, բայց ինչ եմ ուզում ասել, դա լուրջ փոփոխություն է։ Ոնց է անդրադառնալու ուղղակի վտանգները կապված TRIP-ի կառուցման հետ հանվում են։ Ես դա պիտի հարցնեի։ Միանշանակ հանվում են։ Այլևս TRIP-ը կարող է իրագործվել առանց Իրանի դիմադրության։ Ես կասեի այդպես ցավոտ ընկալմանը։ Իրանը մեզ հետ շատ լավ հարաբերություններ ունի, կյանքում իրանք չեն դիմադրի, եթե դիմադրել մենակ դիվանագիտական դիմադրություն լինի, բայց շատ կարևոր է կհանի լարվածությունը Իրանի կառավարության մեջ։ Ու դա մեզ համար շատ ձեռնտու է, որ մենք անում ենք լուրջ ծրագիր ու կարողանում ենք բալանսավորել Իրանի հետ, ես միանշանակ դա դրական եմ համարում։ Ժամանակը քիչ է, բայց անդրադառնանք նաև ուկրաինական ճակատին, այստեղ ինչ է կատարվում։ Երկկողմ հուժկու հարվածների մասին մենք շատ ենք խոսել, հատկապես Ուկրաինա-Բելարուս սահման, լարվածություն, ուլտիմատում, Լուկաշենկոյի վարքագիծ եւ այլն։ Գիտեք, մեկ բան շատ կարևոր է ասել մեր հասարակությանը։ Ուկրաինան գտավ թույլ կողմեր Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Ոնց իրանցի գտան Հորմուզի նեղուցի թույլ տեղը ամերիկացիների դեպքում, ստեղ ուկրաինացի գտան։ Իրանք ինչ են անում։ Իրանք այն ռմբակոծությունների, որոնք Ռուսաստանը անում է հզոր իրանց դեմ, ուղղակի դրոններով կետային հարվածներ են հասցնում։ Հիմա Ռուսաստանը, դուք գիտեք, փակում է արտահանումը եւ դիզելի եւ բենզինի երկրից, ծանրագույն վիճակ է, ճգնաժամ է ներսում այս էներգետիկայի ոլորտում։ Ինչու՞։ Կետային հարվածներ ու դրոններ հարյուրավոր, հազարավոր այդ կողմը ուղարկում են, կարողացան պաշտպանվել մասամբ։ Ու
Դա բերեց նրան, որ Ռուսաստանը սկսեց օգտագործել Բելարուսի տարածքը հետախուզական նպատակներով։ Հիմա Ուկրաինայի նախագահն զգուշացրեց, եթե շարունակեք տալ ինֆորմացիա ու այդ ռետրանսլյատորները ռուսական պահել, մենք ձեզ կհարվածենք։ Նու ինչ է լինելու Բելարուսի հետ, դու մոտավորապես հասկանում եք, հա։ Լուկաշենկոն վախեցած է, ինչքան հասկացա, իրանք համաձայնվեցին այդ ուլտիմատումի Զելենսկու, բայց նաև Լուկաշենկոն ինչ որ ուզում է բացակայել երկրից երկար ժամանակ փախած է, ուզում է փախչել, չգիտեմ, դժվար է ասել։ Փախուստ պատերազմից, պատասխանատվությունից թե առողջական խնդիր, դա դեռ կհաստատվի տեսնենք։ Բայց այդ իր դուրս գալը Բելարուսից ված չի լինի Հայաստան-Բելարուս հարաբերությունների համար, ստացվում է, որ մենք ճիշտ էինք, երբ որ քննադատում էինք Բելարուսի նախագահին, հարգելով Բելարուս ժողովրդին, քննադատում էին Լուկաշենկոյին։ Եթե այդպիսի բան լինի, գուցե Ռուսաստանի համար էլ լավ լինի, որովհետև կարող է կլանել Բելարուսի ինքնիշխանության այս փշուրները, որոնք որ էտել վերցնեն վերջնական, բայց ես կարծում եմ դա հետևանքներ կունենա բացասական Ռուսաստանի համար։ Ռուսաստանը ախորժակը մեծ էր, բայց հնարավորությունները շատ սահմանափակ են։ Եվ մեր զրույցի վերջում բլից հատված, արագ հարցեր, արագ մեկ բառով, մեկ նախադասությամբ պատասխաններ։ Ռուսաստանին կհաջողվի Հայաստանին պահել ԵԱՏՄ-ում, այո թե ոչ։ Ոչ։ Մեկ բառով ինչպես կբնութագրեք Փաշինյանի այսօրվա անդրադարձը ԵԱՏՄ-ին։ Փայլուն։ 34 միլիոն եվրոն կփրկի հայ ֆերմերներին Ռուսաստանի պատժամիջոցներից։ Ոչ, բայց էլի կտան։ Մինչև տարեվերջ Հայաստանը եւ Ադրբեջանը կստորագրեն որևէ փաստաթուղթ։ Ես չեմ կարծում, որ կստորագրեն, բայց համագործակցությունը կշարունակվի։ 300,000 ադրբեջանցիների թեման իրական վտանգ է թե բլեֆ։ Ոչ, դա բլեֆ է միանշանակ։ Լուկաշենկոյի եթե այս տեղեկությունը հաստատվի, այս գործուղումը փախուստ է պատերազմից եւ պատասխանատվությունից թե առողջական խնդիր է։ Միգուցե երկրորդն է։ Ուկրաինան կհարվածեր Բելարուսին, եթե ուլտիմատումը չկատարվեր։ Միանշանակ։ ԱՄՆ Իրան Իսլամաբադի համաձայնագիրը ձեռնտու է Հայաստանին։ Ավելի ձեռնտու է Հայաստանին, քան թե Միացյալ Նահանգներին։ Իրանը չի դիմադրի Թրիպի նախագծի իրականացմանը։ Ոչ, չի դիմադրի, քանի որ նոր փուլ է տեղափոխվում Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Այսօր Հայաստանն ավելի անկախ է, քան 1 տարի առաջ։ Միանշանակ ավելի սուվերեն է, ես կասեի այդպես։ Սուվերեն որոշումները ավելի շատ են ընդունվում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօր այս տաղավարում մենք Ստեփան Գրիգորյանի հետ փորձեցինք վերլուծել եւ վերցանել այն աշխարհքաղաքական, տեկտոնական տեղաշարժերը, որոնք տեղի ունենում Հայաստանի շուրջ։ Մեկ բան ակնհայտ է, որ հզորները Վաշինգտոնից մինչև Թեհրան, Բրյուսելից մինչև Մոսկվա գծում են սահմանները, որտեղ Հայաստանը պետք է ունենա իր ուրույն, ինքնուրույն հստակ ձայնը։ Հայաստանի ներսում ընտրությունները ավարտվել են եւ սկսվել է մի դժվար փուլ Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը պահպանելու եւ ամրապնդելու։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում։ Ես զրուցում եի գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն, որ հետեւում եք, լավ մնացեք, կհանդիպենք։